Հարգելի հեռուստատողներ, հեռանկարի հյուրն է Հայաստան դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորության տեխնացու Քրիստինե Վարդանյանը։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի։ Վաղը սահմանադրական դատարանը կսկսի 7 քաղաքական ուժերի բողոքի քննությունը։ Ինչ սպասելիքներ ունեք ՍԴ-ից։ Հույս կարելի է ունենալ, որ գոնե գիտակցելով պատասխանատվությունը ինչպիսին կարող է լինել ապօրինի որոշման, այդ պատասխանատվության տակ չմտնի սահմանադրական դատարանի յուրաքանչյուր դատավոր, ով մասնակցելու է քննությանը։ Դուք ինձ կարող եք ասել, որ դա ռոմանտիզմ է, ես դրան չեմ հակադարձի, բայց դա գոնե այդ этапը պետք է անցնել եւ գոնե այդ պատասխանատվությունը, որ հիմա իշխող ուժին է արդեն կիսել այդ պատասխանատվությունը, հիմա հասկանանք ՍԴ դատավորներից քանիսն են կիսելու։ Սա փուլ է մեզ համար, ես Հայաստան դաշինքի անունից խոսեմ, որը երբ խոսում ենք ընտրությունների արդյունքների այնպիսին չլինելու մասին, ինչպեսին եղել է ժողովրդի քվեն, երբ խոսում ենք ընտրությունների կեղծված լինելու մասին, սա մի փուլ է, որը չենք կարող չանցնել։ Որովհետև դա նշանակում է, որ ինքդ քո ասածին չհավատալ, եթե հրաժարվում ես գնալ ՍԴ ու դա փաստերով արձանագրել ցույց տալ։ Ուրիշ տեղ մենք չունեինք ցույց տալու, որ 30,000 ավել ստորագրություն ենք գտել, քան կան քվեաթերթիկներ բոլոր այդ քվեատուփերում։ Եվ այսպիսի բազմաթիվ խախտումներ։ Մենք այստեղից մեր ակնկալիքը այս ամենի արձանագրումն է, ամրապնդում է մեր փաստարկներին եւ հույսը, որ սահմանադրական դատարանի դատավորները կհասկանան պատասխանատվությունը, որտեղ սա յուրաքանչյուրի պատասխանատվությունն է իսկապես եւ առանց չափազանցության պատմական պատասխանատվությունը։ Ես այսպես հասկացա, այդքան էլ մեծ սպասելիքներ չունենք ՍԴ-ից, բայց չդիմել չենք կարող։ Չեմ կարող ասել, որ ՍԴ-ից շատ մեծ սպասելիք ունեմ։ Չեմ կարող շատ մեծ ցանկության դեպքում էլ չեմ կարողանա դա ասել, եւ այստեղ անկեղծ ենք։ Լավ, ի վերջո ՍԴ-ն որոշում կկայացնի, մի քանի տարբերակներ կան, հիմա փորձենք հասկանալ, որ տարբերակի դեպքում ձեր հաջորդ գործողությունը որը կլինի։ Կարծում եմ ՍԴ որոշումից հետո, այսինքն որոշումը երբ լինի, դա մոտավորապես 1 շաբաթ հետո է լինելու, այս ժամանակահատվածը ասում եմ, որպեսզի մեզ լսողներն կարողանան պատկերացում ունենալ մեզ ինչ է սպասվում, ընդդիմությունը իսկապես պետք է խոսի իր հետագա անելիքների մասին, գաղտնիք չի, որ մանդատներ վերցնել չվերցնելու թեման կա նաև, բայց դա իրականում գործիքներից մեկը օգտագործել չօգտագործել է, բայց կա ավելի գլոբալ հարց, ինչպես է շարունակում գործունեությունը ընդդիմությունը, այստեղ գիտեք նաև, որ դիմադիր ուժերի միջև տեղի են ունենում քննարկումներ այս փուլում, կա այդ համախմբման կոչը, որը կարևոր է եւ մեզ համար մեր գնահատմամբ իսկապես միակ ճանապարհն է խոշոր հաշվով հաջողության հասնելու եւ այստեղ է որ պիտի մենք իսկապես կախված նաեւ որոշումից, ինչու կախված որոշումից շատ པարզ բան կա, որովհետեւ մի քանի պահանջ կա ՍԴ-ի արչեւ դրած, սկսած անվավեր ճանաչելով ընտրությունների արդյունքները միջև վերակվյարկություն նշանակել այն տեղամասերում, որտեղ կան հակառակ օրենքի հրաժարվեց դա անել եւ այս հարցից է կախված ընդհանուր քանի ուժ ընդդիմադիր կլինեն խորհրդարանում, քանի ուժով այդ որոշումները պետք կայացնել, այսինքն շատ տեխնիկական հարցեր կան, որը կախված է ՍԴ որոշումից։ Այդ որոշումից հետո իսկապես պիտի մեր քաղաքացիներին ներկայացնենք այն ճանապարհը, որը պատկերացնում ենք առաջիկայի համար։ Մեր անունից այստեղ արդեն ասեմ, մեզ համար մի բան է հստակ, որ դա պիտի լինի պայքարը շարունակելու, զբաղեցրած դիրքերը պահպանելու, պայքարը շարունակելու տրամաբանություն։ Մնացած դետալները կարծում ենք, որ արդյունավետության տեսակետից հիմա կարևոր է եւ հրամայական է, որպեսզի ընդդիմությունը ունենա միասնական դիրքորոշում, այսինքն մեկը չասի ես սա եմ անում, մյուսը ես այս եմ անում։ Այդ համախմբման կոչը ըստ էության նոր է, հա, ինչու՞ չկար այդ համախմբման կոչը նախընտրական շրջանում։ Դուք այդ հարցը ուղղում եք մի դաշինքի ներկայացուցիչի, ով նախընտրական շրջանում այդ համախմբման կոչը արել է եւ ասել է, որ հիմա կոչը բոլորի կողմից կարծես թե կա, բայց եթե անցնենք այս ամենի միջով, որպեսզի համախմբման անհրաժեշտությունը հասկանանք, ոչինչ, դա էլ է ճանապարհ, այստեղ կարևոր իրար հիմա մեղադրանքներ հնչեցնելը չի, ես 2 ամիս շուտ էի ասել, դու 2 ամիս ուշ ասեցիր, տարբեր փորձառության քաղաքական ուժեր կան հիմա դաշտում, բայց դա չի գլխավորը, ով ինչքան փորձառություն ունի, ով ինչքան անցած ճանապարհ ունի, գլխավորը մենք ելնում ենք նույն նպատակներից եւ ունենք նույն գնահատումները, թե ոչ։ Եթե ունենք նույն գնահատումները եւ ելնում ենք նույն նպատակներից,
շարժվում ենք դեպի նույն նպատակները, դա համագործակցության հսկայական դաշտ է բացում եւ մենք շռայլություն չունենք դա չօգտագործելու։ Եթե գնահատականները տարբեր են, այսինքն օրինակ կա կոչ համախմբվենք իշխանությունների շուրջ, որպիսի ավելի սահուն հանձնենք նոր տարածքներ կլինի, զիջենք ազգային շահերը, Արցախի դրոշը հանենք Երևանի հրապարակներից, այդ համախմբումը դա համախմբում չէ։ Համախմբման առանցքը պիտի լինի ընդհանուր գնահատականները եւ ընդհանուր ըմբռնումը։ Հիմա անդիմադիր դաշտում սա կա, կարևոր իսկապես շահագրգիռ խոսակցություն քննարկումներ կան, այստեղ ոչ պետք է շտապել ինչ-որ վաու արդյունքների մասին հայտարարել, դա իսկապես գործընթաց է, որը պետք է երբ լինի կոնկրետություն, պետք է քաղաքացիներին իրազեկել, բայց հիմա է, եթե ինձ հարցնեք ինչու ամեն ուժին իր այդ ինչուի պատասխան, ինչու հենց հիմա, ինչի ոչ մի ամիս առաջ, հիմա է, որ բոլորի մոտ, ճիշտ ինչպես ճիշտ նշեցիք, կա այդ գնահատականը, որ իսկապես մի ուժ, մի անհատ այս իրավիճակը հաղթարել չի կարող։ Դա լավ հիմք է համագործակցության համար։ Տիկին Վարդանյան, համախմբան կոչի մասին հարցս նաև այն տրամաբանության մեջ էր, որ քաղաքական ուժերի ընդդիմադիր դաշտում տեղակայված քաղաքական ուժերի մեջ ներքին նաև հակասություններ կան, չէ՞։ Իսկ եթե ներքին հակասություններ չլիներ, տարբեր ուժեր չէին լինի, մի ուժ կլիներ։ Ես որևէ խնդիր ոչ միայն չեմ տեսնում հակասությունների մեջ, այլ ուժերը տարբեր են, նաև իրենց տարբեր մոտեցումների արդյունքում եւ հակասությունների արդյունքում եւ ավելին, ես կարծում եմ, որ հսկայական թվով ընդդիմադիր ձայները կարողացել ենք արձանագրել նաև այդ տարբերությունների շնորհիվ, այսինքն ունեցել է քաղաքացին այլընտրանք։ 2021 թվականին ցավոք չկարողացանք այդ այլընտրանքը առաջարկել։ Կային իր Հայաստան խմբակցությունը, որը փաստացի շեմը հաղթարող միակ ընդդիմադիր ուժը դարձավ եւ այլ ընտրանք չուներ քաղաքացին, եթե Քրիստինե Վարդանյանին չի վստահում, չի ուզում տեսնել ազգային ժողովում, բայց ընդդիմադիր է, ում է ուզում տեսնել ազգային ժողովում։ Գիտեք, երբեմն այնպեսի տպավորություն է, որ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի միակ նպատակն է համախմբվել այս իշխանություններին ուղղակի տապալելու համար։ Հետո ով կկառավարի երկիրը, ինչպես կկառավարի, ինչ արտաքին քաղաքական ուղղություն կընտրի, դա կարծես թե այլևս շատ կարևոր չէ։ Միակ նպատակը առաջնային, երկրորդային, երրորդային, հինգերորդային միջև 100 հորիզոնական անվտանգ հայկական շահերով արժանորթվող համահայկական բովանդակությամբ իր անցյալից չհրաժարվող, բայց ապագա վստահ կառուցող Հայաստան ունենալն է։ Անվտանգ ու մրցունակ։ Դա էր մեր ամբողջ պլատֆորմը։ Դրա նախապայմանն է գործող իշխանությունների հեռացումը, որովհետև այլ կերպ, եթե մենք որևէ ճանապարհ տեսնեինք գործող իշխանությունների հետ, այդ ճանապարհով գնացած կլինեինք, բայց ոչ միայն մենք չենք տեսնում, իրենք ամեն օր ապացուցում են, որ եթե ուզում ես համագործակցություն ու ենթակայություն Իլհամ Ալիևին, համագործակցիր իրենց հետ, եթե ուզում ես անվտանգություն, շահերի պաշտպանություն, պայքարիր մեր դեմ, գործող իշխանություններն են ասում։ Այսինքն նպատակը Հայաստանի հզորացումն է, միջոցն է իշխանափոխությունը։ Դրա համար է ասում ենք առաջին քայլը այս փոփոխությունն է, որը նախապայմանն է, նվազագույն անհրաժեշտն է։ Եթե դուք ակնարկում եք, որ ամենաբարձրը դրանից հետո է սկսվելու, միանշանակ համաձայն եմ։ Եթե ակնարկում եք, որ այդտեղ տարբեր մոտեցումներ կան, ով պետք է ղեկավարի, այո, դա էլ կա, բայց դա չի բացառում կոնսենսուսը։ Մենք 5 տարիներին մեր տարբերակները առաջարկել ենք ու իսկապես կարծում ենք, որ լավագույն տարբերակն ենք առաջարկել։ Մենք դրանում համոզում ունենք, մենք չենք կարծում, որ այլ տարբերակ է լավագույնը, բայց մենք կոնսենսուսի պատրաստ ենք այդտեղ գնալ, որովհետև ավելի մեծ շահ կա, դա Հայաստանն է։ 2021-ի ընտրություններին Հայաստան դաշինքը 270,000 մոտ ձայն ունեցավ, այս անգամ բավականին քիչ 145,000-ի սահմաններում կամ այդ նախորդ թվի 53%-ը, սա ինչպես կբացատրեք։ Շնորհակալություն 150,000 մոտավորապես քաղաքացիներին յուրաքանչյուր քվեի համար, մեզ համար դա անգին է այս պայմաններում ստացած։ Գիտեք, թիվը մատնանշվում է, բայց ես շատ ուղիղ պատասխանեմ։ Մենք 2021 թվականին շեմը հաղթարած միակ ընդդիմադիր ուժն էինք։ Եթե դուք ինձ հարցնում եք, արդյոք տխուր չեք, որ հիմա միակ ընդդիմադիր ուժը չեք ու արդյունքում ստացել եք դուք անձամբ որպես ուժ ավելի պակաս ձայներ, բայց ընդդիմությունը հավաքական առումով շուրջ 200,000 ավել ձայն է ստացել, ոչ միայն տխուր չեմ, շատ ուրախ եմ։ Շատ ուրախ եմ։ Եթե դուք ինձ հարցնեք, արդյոք դուք ուրախ կլինեիք, որ դուք հավաքական առումով օրինակ 300,000 ձայն ստացած լինեիք, բայց ընդդիմությունը հավաքական առումով ավելի քիչ ձայն ստացած կլիներ եւ դուք ամենամեծ քվեներ ստացած ուժն եք, ոչ, շատ ավելի տխուր կլինեի, որովհետեւ հիմա նպատակը իմ ներկայացած դաշինքի, իմ ներկայացած ուժի ավելի շատ ձայներ ստանալը չի։ Նպատակը փոփոխությունն է, նպատակը այն է, որ ընդդիմադիր հայացքներ ունեցողները, Հայաստանի շահերով առաջնորդողները լինեն մեծամասնություն եւ կարողանան բերել փոփոխություն։ Եթե դրա համար անհրաժեշտ է թեկուզ քրեփական ձայներից,
այլ տալը չէ, բայց օբյեկտիվ մրցակցության Ես հասկանում եմ ինչ եք ասում, բայց ամեն դեպքում դուք որպես այդպեսին առանձին քաղաքական ուժ եք ներկայացնում Հայաստան դաշինք, որ հիմնական մասը Հույդան է, եւ այն ժամանակ դուք կոնկրետ X չափով, այդ 270,000 չափով ունեիք էլեկտորատ։ Հիմա այդ էլեկտորատի ձայների մի հատվածը գուցե այլ կուսակցությունների միջև է բաշխվել, գուցե ուժեղ Հայաստանի դե ինչ-որ մաս գնաց։ Քաղաքական ուժն ես ընդդիմադիր, առանցքային քեզ են գալիս քվեներ, որը հակաիշխանական է։ Դա չես կարող ասել բացառապես իմ էլեկտորատն է։ Ով ուզում է փոփոխություն, իշխանափոխություն, եթե դու միակ ընտրությունն ես, կամ չի մասնակցում, կամ գալիս է քեզ է քվեարկում։ Ի տարբերություն 2021-ի քվեների, ովքեր անգամ մեզ չսիրելով, ովքեր անգամ մեր չուզենալով աջակից լինել, բայց փոփոխություն ուզելով քվեարկել են։ Հիմա այդ մարդիկ ունեցել են ընտրություն եւ ես որևէ խնդիր չեմ տեսնում, եթե ընտրել են այլ ընդդիմադիր ուժի։ Ես ասում եմ, այս ընտրություններում մենք ստացել ենք շուրջ 150,000 գաղափարական, բացառապես մեր տեսակետները կիսող քաղաքացիների ձայներ եւ դա հսկայական ուժ է ու պատասխանատվություն է մեզ համար։ Այո, երբ դու միակն ես, քվեներդ կարող են ավելի շատ լինել։ Հիմա հայտնվել է մեկ այլ ուժ, առանց որևէ խանդի կամ պրետենզիայի եմ ասում, ով ասել է։ Դե չէ, ինչ խանդ, միավորման մասն է, եթե խանդեցիք չի ստացվել այդ միավորումը։ Ով ասել է, որ կարողացել է տպավորությունը ստեղծել, որ ինքը բերում է փոփոխություն, դառնալ հիմնական առանցքային ուժերից մեկը կարճ ժամանակում եւ որևէ խնդիր չեմ տեսնում, որ նաեւ ձայների մի մաս կարող է գնացած լինել իրեն, ձայների մի մաս կարող է գնացած լինել այլ քաղաքական ուժերի։ Ավելի կարեւոր է ինձ համար, որ ընդդիմադիր ձայները հանրագումարում շուրջ 200,000-ով ավելացել են եւ դա այս պայմաններում, այսպիսի ընտրությունների, այսպիսի բռնաճնշումներ, երբ ընդդիմադիրի հերրավոր ազգականին ընդդիմադիրի հետ բարևելու համար աշխատանքից հեռացնում են այսպիսի պայմաններում այս 100,000-ավոր քվեները հսկայական ներուժ է։ Դուք համոզված եք, որ այդ 200,000 ձայները բացառիկ օբյեկտիվ, հա, ձայներ են։ Ես ակնարկում եմ, որ խոսեք ընտրակաշառքի մասին, ձեր տեսակետը հայտնեք այդ մասին։ Խոսենք, եկեք խոսենք 8 տարվա ընթացքում հրապարակված ձայնագրությունների մասին։ Այդ հիմա 300-ից ավելի, հա, այս բարդերությամբ, չգիտեմ, գուցե ավելի մի փոքր շատ կամ քիչ այդքան հարուսված քրեական գործ։ Ես որևէ շատ դրաման եմ ասում, որևէ կաշկանդում չունեմ, հակառակը շահագրգիռ եմ։ Եկեք խոսենք։ Ես գիտեմ եւ շնորհակալ եմ դրա համար։ Հատուկ հենց ձեզ եմ այդ հարցը ուղղում։ Շնորհակալություն։ Եկեք խոսենք։ Ընտրակաշառքների մասին մենք խոսում ենք հակակոռուպցիոն կոմիտեի քննչականի հրապարակած ձայնագրությունների հիման վրա։ Մեր ուժի վերաբերյալ 2-3 ձայնագրություն կա։ Արտիկի դեպքը ներկայացնեմ։ Շտաբի պետի խոսակցությունը բանվորի հետ ներկայացրել են։ Գերակշիռ մասը ձեզ չի վերաբերում, բայց դարձյալ այդ միասնական դարձող հավակնող ընդդիմությանն է վերաբերում։ Ներկայացրել է որպես կաշառքի մասին խոսակցություն։ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Աշոտ Սիմոնյանին քրեական գործով մեղադրանք են, այսինքն ուզում են ներգրավել եւ ձայնագրություն են հրապարակել 2 տարի առաջ իր գյուղում կառուցած խաչքարին մասնակցելու համար։ Դա ուզեցել են դիտարկել որպես շահագրգռում, որպես ես ընտրություններին մասնակցի։ Հիմա ես սա գիտեմ, որովհետեւ ես հետաքրքրվել եմ այդ գործերով, գնացել եմ այդ ձայնագրությունների հետևից։ Բայց եթե ես դա լսած լինեի, ուղղակի չհետաքրքրվեի, լսած լինեի քննչականի միայն ձայնագրությունը, իմ մոտ տպավորություն կլիներ, որ համատարած կաշառք են բաժանել։ Ես ասում եմ, կարող եք նաև պնդել, որ այդ 300 քրեական գործերն է շինծու են։ Կարող եք այդպիսի պնդում անել։ Այսպիսի պնդում անել, որևէ հիմք չունեմ վստահելու ոչ հակակոռուպցիոն կոմիտեին, ոչ քննչականին, ոչ դատախազությանը, նրանք իմ ընկերներին կուսակցական մեղադրել են, դաշնակցականներին մեղադրել են պապիկ ծեծելու մեջ, կալանավորել են մարդկանց, հետո այդ մարդիկ արդարացվել են։ Ուղղակի այդ արդարացումը տարիներ է տևում եւ այն աղմուկը չի ունենում, ինչ որ ունեցել է այդ ձայնագրությունները։ Նրանք արցախցիների խոսակցությունը կոշիկի մասին, ներկայացրել են կաշառքի մասին խոսակցություն։ Ես գիտեմ, որ ամենատարածված այդ շալվարի մասին խոսակցությունը ուժեղ Հայաստանի վերագրվող, այնպեսի ծիծաղելի պատմություն է, որ մարդը իր ընկերոջից Ռուսաստանից շալվար է ուզել։ Դա դիտարկել են որպես կաշառք, որովհետև առանց դատուկ չափեր է ունեցել, որ այստեղ չի կարողանում։ Եվ ընտրակաշառքին զուգահեռ նոր տերմին մտավ, չէ՞, մեր խոսույթի մեջ ընտրական տուրիզմ։ Սրա մասին ինչ կասեք։ Ընտրական տուրիզմ որ առումով ես շատ վատ եմ։ Դե Ռուսաստանից եկող այն հայերի, որոնք եկան ուղղորդված ընտրեցին։ Մենք ուժ ենք, որ ասում են, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է։ Այո, դա չի նշանակում, որ բոլոր հայերը ունեն քվեարկելու իրավունք, բայց դա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիները բոլորը
ունեն քվեարկելու իրավունք եւ ցենզ էստեղ բերել, որ 6 ամիս պիտի այստեղ ապրած լինես, ու դա էլ ասում են թիմ օրենքի օրինակով ենք բերում։ Ըստ թիմ օրենքի պարտադիր չի քաղաքացի լինել։ Հնդիկներն էլ կարող են քվեարկել, այլ ազգային փոքրամասնություններն էլ Հայաստանում բնակվող չմանրամասն են կոնկրետացնենք, որ թիրախավորում չստացվի, կարող են քվեարկել ուրեմն ըստ ձեր տրամաբանության։ Հայաստանի բոլոր քաղաքացիները կարող են քվեարկել եւ դա միայն պիտի ողջունելի լինի, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչ որ տեղից տոմս է առել, եկել է Հայաստան, ուզում է իր քաղաքացիական պարտքը կատարել։ Ես շատ վատ եմ վերաբերվում։ Համամիտ եմ, բայց խոսքը այն դեպքերի մասին չէր, մարդիկ սեփական կամքով, սեփական կարողություններով եւ սեփական ցանկությամբ ու սեփական գիտակցումով եկել ընտրել են։ Խոսքը նրանց մասին։ Դե հիմա մենք այս թեորիական խոսակցություն ճնշել են, բռնաճնշել են, քվեատեր տուփում բոլորը ազատ են, չէ՞ եղել։ Ես չգիտեմ էլ անգամ այդ դեպքերը, եթե կարող են թող բացահայտեն, ում կարող են թող պատժեն, բայց մենք այս 8 տարիներին լսել ենք անպատասխանատու հայտարարություններ։ Ես ինչ եմ ուզում ասել, որ ունեք շատ վատ են վերաբերվում են քաղաքացու հայտարարությանը, օդանավակայանում ասաց, որ եկել է հետ է գնալու, շատ վատ են վերաբերվում, դա չի նշանակում, որ իրեն ձերբակալելու հրաման է տալու կամ պատժիչ ձևով ասելու է դե արի բանակ զորակոչեմ, կարծես սա Օսմանյան կայսրությունն է, հայերի համար էլ բանակ գնալը պատժիչ է։ Բայց այո, դա ողջունելի չի։ Դա ճիշտ քաղաքացիական դիրքորոշում չի, դա պատասխանատվության մասին չի։ Եթե այդպես է, ավելի լավ է չգար ինքը։ Եթե այդպես է, դրան շատ վատ են վերաբերվում, բայց ես երբեք իմ 100 հազարավոր քաղաքացիների մասին բարձր հանրային պաշտոն զբաղեցնելով չեմ ասի իրենք կաշառքով են եկել առանց ապացույցների, այդպես ասել են, որ մենք 10,000-ից ավել դասալիկ ունենք, այդպես ասում են 100 հազարավոր մարդիկ կաշառքով են քվեարկել, լավ կարելի է այսպեսի վերաբերմունք ունենալ, այսինքն ովքեր չի քվեարկել կաշառքով է քվեարկել։ Ես բոլոր մեր քաղաքացիներին կոչ եմ անում իրենց դատի տալ նման արտահայտություններ անողներին եւ շատ մեծ գումարներ պահանջել իրենց հասցրած վիրավորանքի համար ձերբակալության։ Ես հաճիկով ձեր հետ շատ երկար կզրուցեի, բայց մեր ժամանակը մոտենում է ավարտին, 1 րոպեի սահմաններում փորձենք մանդատները վերցնելու եք, թե չէ, եթե այսպես կարճ ասեմ, վատ սցենարով զարգանա ամեն ինչ։ Դա հանդիմության միասնական դիրքորոշում պիտի լինի, դրա մասին կկարողանանք խոսել մի շաբաթ ավարտին, չէ, որը դեռ չկա, այսպես ինտրիգ չեմ ուզում պահպանել դա ասելով, ուղղակի իսկապես միասնական դիրքորոշում, շատ տեխնիկական հարց կա, այդտեղ 3 ուժ միասնական դիրքորոշում պիտի ունենան, թե 2 ուժ, այլ սցենարը եթե վերաքվեարկություն է, այլ սցենարը եթե վերաքվեարկություն չէ եւ այլ սցենարը այս ընթացքում ինչ է տեղի ունենում։ Ամեն օր ընդդիմադիր որևէ առաջնորդի կամ նոր հետապնդում է լինում, կամ տուն է ներխուժում, կամ տեղեկություն է ստացվում, որ հեսա կներխուժեն եւ կկալանավորեն։ Ուզում եմ ասել, որ իսկապես ամեն օր այդ սցենարները փոխվում են։ Մենք հասկանում ենք, բայց որ ցանկացած որոշում մեր քաղաքացիներին պիտի մանրամասն բացատրենք, ինչ եւ ինչու արեցինք։ Միակ բանը, որ կարող եմ ասել, որ չենք պատրաստվում ձեռքերը իջեցնել, հանձնվել եւ ասել դե չստացվեց, գնացինք։ Մեր համար չի բացառվում դուրս գալ փողոց նաեւ։ Մենք այս 5 տարիներին համատեղել ենք պայքարի գործիքները, մեզ համար դրանք անջատ բաներ չեն, բայց դա պետք է անել, ոչ թե ուղղակի որ անում են, ոչ թե ուղղակի որ գիտեք մեկնաբանություններին չենք դիմացել, դե բան կանչենք փողոց, որ բավարարեն քաղաքացիների օրինակ դժգոհությունը, այդպես չէ, դա պատասխանատվության մասին է, դա եթե դու կարող ես տեսնես, որ այդ ճանապարհը ինչ որտեղ տանում է, բայց օրինակ վաղը հունիսի 26-ին ժամը 17:00-ին Սահմանադրական դատարանի դիմաց ցույց է տեղի ունենալու, որովհետև իմաստ ունի այդտեղ ցույց տալ, որ քաղաքացիներ կան, որոնք տեր են այլ քաղաքացիների տված եւ իրենց տված քվեներին։ Ի պաշտպանություն բոլոր քաղաքացիների, մեր քաղաքացիների տված քվեների 17:00-ին ՍԴ-ի դիմաց ցույց են հրավիրում։ Շնորհակալ եմ լավ զրույցի համար։ Այսքան հարգելի հեռուստատոներ, հեռանկարի հյուրներ, Հայաստան դաշինքի ցուցակով առաջադրված падգամավորության տեխնացու Քրիստինե Վարդանյանը։